Մայիսի 9-ի առավոտյան հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հաղթանակ զբոսայգու հուշահամալիր այցելեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Միաբանները վեհափառ հայրապետին թափորով առաջնորդեցին դեպի հավերժական կրակը։ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ զետեղվեց։ Այնուհետև նորին սրբությունը միաբանների հետ ծաղիկներ խոնարհեց հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին։ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվել է շուրջ 300,000 հայ։ Հազարավոր հայ հերոսներ են պարգևատրվել մարտական գործողություններում որոշիչ ներդրում ունենալու համար։ Հայկական Թամանյան դիվիզիան 80 տարի առաջ այս օրերին մասնակցել է Բերլինի գրավմանը։ 33 տարի առաջ մայիսի այս օրերին Արցախյան առաջին ազատամարտում հայկական անկախ պետության նոր ձևավորվող բանակը կարողացավ ազատագրել Շուշին։ Հանուն հայրենիքի նահատակվեցին բազմաթիվ հայեր։ Հայ եկեղեցու գահերեցի հետ հոգևորականները աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների, հոգիների հանգստության եւ խաղաղության համար։ Արարժանի ողորմության, քավության, դրության նվաց։ Դասավորյալ պայծառացուն սուրբ սպաչակողման դասում։ Աղոթքից հետո նորին սրբությանը մոտեցան լրագրողներ։ Վեհափառ հայրապետն իր խոսքում նշեց, որ աղոթել է ոչ միայն ընկածների հոգիների, այլև Բաքվում պահվող հայ գերիների համար։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այսօրը հաղթանակի եւ խաղաղության տոնին մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև հայրենական պատերազմում եւ արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների եւ Բաքվում պահվող գերեվարված հայրենիների ու նրանց սիրելիների համար աղոթք բարձրացրեցինք այցելով երկնավորից նաեւ որ զորացնի մեր ժողովրդին դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, արկա բոլոր մարտահրավերները մեր քաջարի զավակների արույության ոգով եւ առհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը եւ բարոր մեր ժողովրդի կյանքը թող Աստծո սերը շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր եւ հավիտյան։ Մայիսի 9-ին հրապարակվել է հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ամենայն հայոց կաթողիկոսի հղած ուղերձը։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։